Վրաստանի վարչապետը Եվրոպական քաղաքական միության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում հնարավորություն ունեցավ հանդիպելու եվրոպացի առաջնորդների հետ, այդ թվում Ֆրանսիայի նախագահի, Իսպանիայի վարչապետի եւ այլոց հետ։ Գագաթնաժողովից առաջ Հունգարիայի վարչապետը անդրադարձավ Վրաստանին եւ ասաց, որ Վրաստանը Եվրոպայի ամենահաջողակ երկիրն է, քաղաքականապես կայուն եւ տնտեսությունը արագ զարգանում է, ուստի նման երկրները անհրաժեշտ են Եվրամիությանը։ Եվրոպայի խորհրդում մեկնարկվեց Վրաստանի վերաբերյալ քննարկումները եւ քվեարկության է դրվում Վրաստանի վերաբերյալ եւս մեկ քննադատական բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը արդեն ուղեկցվել է քաղաքական գնահատականներով։ Ընդդիմության որոշ անդամների համար Վրաստանի վերաբերյալ արտահայտված կոշտ գնահատականները անսպասելի չէին։ Իշխող թիմի համար բանաձևի տեքստը անարդար է եւ անիրատեսական։ Միջազգային հանրության առաջարկությունների անտեսում եւ արագ հետընթաց։ Սրանք են այն մեղադրանքները, որոնք արտահայտվում են փաստաթղթում Վրաստանի կառավարության դեմ։ Դատապարտվում է վրացական իշխանությունների մեկուսացման քաղաքականությունը, միջազգային հանրության անդամների դեմ անհիմն հարձակումներն ու մեղադրանքները։ Տեքստում նաև դատապարտվում է Մզիա Ամաղլոբելիի եւ մի քանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդների կալանավորումը, որոնք ըստ գագաթնաժողովի կալանավորված են քաղաքական դրդապատճառներով։ Բանաձևի նախագիծը վերաբերում է նաև հոկտեմբերի 4-ին նախատեսված ընտրություններին։ ՎՀ-ժողովը ցավում է, որ չի կատարել իր կոչը անհապաղ եւ ներառական գործընթաց սկսելու նոր իսկապես ժողովրդավարական ընտրությունների համար նպաստավոր ընտրական միջավայր ստեղծելու համար։ ԵԱՀԿ-ին ուղղված ընտրությունները դիտարկելու հրավերը դիտավորյալ ուշացվել է, ինչը անհնար է դարձել դրանց դիտարկումը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ՎՀ-ժողովը մտահոգություն է հայտնում օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի վերաբերյալ։ Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այս մասին գրառել է սոցիալական ցանցում։ Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Մենք նրան հստակ ուղերձ ենք հղել, որ Թբիլիսիում Գերմանիայի դեսպանի հասցեին վրացական իշխանությունների կողմից հնչեցված անհիմն մեղադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը անընդունելի է եւ պետք է դադարեցվեն, ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այսօր Վրաստանի առաջին ալիքի եթերում կանցկացվի բանավեճ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող գրանցված ընտրական սուբյեկտների Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև։ Բանավեճին կմասնակցի Թբիլիսիից 9 թեկնածու։ Նրանք են Լեզու հայրենիք հավատ կուսակցության Թեմուր Բոկելավաձեն, պահպանողականներ հանուն Վրաստանի կուսակցության Զուրաբ Մախարաձեն, Ազատ Վրաստան կուսակցության թեկնածուն Կախակուկավան, հայրենասերների դաշինք Օթար Չիտաննավան, Լելո Հզոր Վրաստան եւ Գախարի հանուն Վրաստանի կուսակցության միասնական թեկնածուն Իրակլի Կուպրաձեն, Վրաստան կուսակցության Գյորգի Լիլուաշվիլին, կանաչների կուսակցություն Գյորգի Գաչեչիլաձեն, Գիրչի կուսակցություն Յակոխվիչիա եւ Վրացական երազանքի կուսակցություն Կախակալաձեն։ Բանավեճը կմեկնարկի ժամը 22:00-ին։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մնացել է 2 օր, ինչ ծրագրով է ընդդիմության մի մասը պատրաստվում գործել հոկտեմբերի 4-ին։ Կառավարության որոշ ընդդիմախոսներ խոսում են խաղաղ տապալման ծրագրի մասին, իսկ ընդդիմության մյուս մասը մտադիր է ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին եւ հեռու է մնում արմատական ծրագրերից։ Գիրչին կասկածանքով է վերաբերվում նախատեսված բողոքի ցույցին։ Զուգընթաց հայտարարված հանրահավաքից առաջ բռնի կոչերի համար ձերբակալվել է ազգային շարժման անդամը Զվիատ Կուպրավան, որը նաև տեսաուղերձ է տարածել սոցիալական ցանցում, որում կոչ է անում հանրահավաքի մասնակիցներին խափանել ընտրությունները։ Ենթակառուցվածքների նախարարը կրկին հանդիպում անցկացրեց շինարարական ընկերությունների, ենթակառուցվածքների շինարարների ասոցիացիայի եւ Վրաստանի բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Ռևազ Սոխադզեն հանդիպման մասնակիցներին ներկայացրեց այսպես կոչված սպիտակ ցուցակի վերաբերյալ կայացված որոշումը։
Ազատ Վրաստան կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն Կախակուկավան Թուրքիայից ներմուծված դեղորայքը հանձնեց կենսաթոշակառուին։ Կուկավան խոսում է կառավարության կողմից դեղորայքի ներմուծման միջոցով կոռուպցիոն գործարքի մասին։ Նրա խոսքով Վրաստանում 49 լարիով վաճառվող դեղորայքի արժեքը Թուրքիայում 8 լարի է։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի դեպքում Կուկավան խոստանում է, որ Թուրքիայից դեղորայք կներմուծվի ամբողջ մայրաքաղաքի համար անհրաժեշտ քանակությամբ, ինչը կնվազեցնի դրա արժեքը։ Թուրքական AŽ ավիաընկերությունը իրականացրել է առաջին չվերթը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից դեպի Թբիլիսի։ Ավիաընկերությունը շաբաթական 4 անգամ կիրականացնի կանոնավոր չվերթներ։ AԺ-ը Թուրքիայի ամենամեծ ընկերությունը Turkish Airlines-ի դստեր ընկերությունն է։ AԺ-ի գործադիր տնօրեն Քերիմ Սարֆին առաջին չվերթով ժամանել է Թբիլիսի։ Առաջին չվերթի կապակցությամբ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կազմակերպվել է ընդունելություն։ Ավարտվել է տեղական ընտրական վարչակազմի ընտրական մեդիա դպրոց նոր կրթական նախագիծը։ Փորձնական նախագծի հիմնական նպատակներից մեկը ընտրական միջավայրի բարելավումն էր և ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների իրազեկության բարձրացումը ընտրական հարցերի վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մամուլի խոսնակը մասնակիցներին հանձնեցին վկայականներ կրթական նախագծի հաջող ավարտի համար։ 2 շաբաթվա ընթացքում ընտրական մեդիա դպրոցի ուսանողները ծանոթացան այսպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ընտրական համակարգերը և ընտրական վարչության մոդելները, էլեկտրոնային ընտրությունները, քվեարկության ընթացակարգերը, ներառական ընտրական միջավայրը, միջազգային պրակտիկան, լրատվամիջոցների իրավունքներն ու պարտականությունները ընտրական գործընթացը լուսաբանելիս։ Գագրայի անվան 33-րդ տարելիցի կապակցությամբ հերոսների հրապարակում հարգանքի տուրք է մատուցվել Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածների հիշատակին։ Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահը, Աբխազիայի գերագույն խորհրդի նախագահի, Աբխազիայի կառավարության անդամների և վետերանների հարցերով պետական ծառայության ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակ է խոնարհել հերոսների հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների և 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի և 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։